արքայությունն է ամեն բանի պատասխանը։ Չկա պատասխան, եթե չկա արքայությունը։ Չկա փոխող աղոթք, եթե այդ աղոթքը չի արձակվել արքայությունից։ Ավելին ասեմ, եթե արքայությունից չի արձակվել, դա աղոթք չի, ուղղակի բառեր են։ Չեմ հավատում եւ չկա այդպիսի բան, որ մեր կյանքերի մեջ հարց լուծի, քանդի, կապի, ջարդի, փշրի, պատասխանի, եթե դա չի արձակվել նրա արքայությունից։ Եթե դա չի բխել նրա ներկայությունից, մնացածը ամեն ինչ ուղղակի դեղ են ժամանակավոր։ Երբ որ Աստված վերադարձնում է, այլ խոսքով ասած նա հետ է գալիս, նրա հոգուց ու արքայությունից արձակվում են ուրախությունն ու ցնծությունը, իմ ու քո կյանքի բոլոր տեսակի տխրություններն ու հեծությունները սկսում են փախչել։ Նրանք իրանց տեղը զիջում են Աստծո արքայությունից արձակված ուրախությանն ու ցնծությանը։ Նայեք, Աստված արել է խաչով, խաչի գործով ամեն բան արել է, սա ընդհանուր, մասշտաբային, գլոբալ, արվել է, այո արվել է, սատանան պարտված է, այո պարտված է, խաչի վրա խայտարակվել է ըստ Կողոսացիս թղթի, այո խայտարակվել է, բայց անձնապես յուրովի դա երբ է ինձ հասնելու ես վայելեմ դա, ոչ թե իմ ներսում արքայությունը չկա, այլ ես դրա վայելքը չունեմ շատ բաների։ Ուղղակի ուզում եմ խոսել ավելի մեծ կարիքի, թե ինչի կարիք ունի այսօր մեր եկեղեցին, ձեր եկեղեցին եւ ընդհանրապես Քրիստոսի տիեզերական եկեղեցին, ինչի կարիք ունի այսօր, կարիք ունի, որ արքայությունը ծառայի այս բեմի վրայից,